Ադրբեջանը անտեսում է Մինսկի խմբի միջնորդների առաջարկներն, այս փաստն ընդունում է նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սարոկինը։ Азербайджан против многих вопросов решения, в том числе и тех вопросов, которые стоят перед и Минская группа ставит перед лидерами двух стран, Армения и Азербайджан. Պարոն Սարոկինն առաջին հերթին նկատի ունի հայ-ադրբեջանական սահմանի շփման գծից դիպուկահարների հեռացնելու առաջարկը։ 19 տարի շարունակ Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ։ Ադրբեջանական քրակահերթի վերջին զոհը դեկտեմբերի 14-ին էր պայմանագրային զինծառայող Շարքային Հրանտ Պողոսյանը։ Этим вопросом занимаются, ведь это не единственное, к сожалению, не единственная жертва. Будем надеяться, что это последняя, но надежд, как говорится, мало. Իսկ ինչու միջազգային հանրությունը ԵԱՀԿ համանախագահների հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտող իրենց հայտարարությունները չեն դարձնում հասցեական, չեն սանձում Ադրբեջանին։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար հարցի պատասխանը հստակ է։ Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր ունենալ տարածաշրջանում իր նավթային պաշարների հաշվին, որի հետ հաշվի են նստում նաև միջնորդ երկրները։ Այն որ Ադրբեջանը հրաժարվում, ասենք, դիպուկահարներին դուրս բերել շփման գոտից եւ այլն, դա հանդիսանում են Ադրբեջանի կողմից քաղաքական մեսիջ ուղղված եւ հայկական կողմերին եւ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը համաձայն չի այս ստատուս կվոյի հետ։ Քաղաքագետը կասկած չունի, որ Ադրբեջանը շարունակելու է առաջնագծում ակտիվ մնալ։